Սիրելի հայրենակիցներ, հերթական մեր հանդիպման ընթացքում ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր վերջին հրատարակությունները։ Նախ ասեմ, որ դարձյալ սոցմշակույթ ծրագրի շրջանակներում մենք հրատարակել ենք նաև Հայաստանի առայժմ երկու մարզերին նվիրված քարտեզ ուղեցույցներ, սրանք իրենց ծավալով այսպես փոքրիկ գրքույկ չեն, այսինքն ծալովի ուրեմն բրոշյուրներ են, որ մի երեսին ուրեմն կարևոր հուշարձաններն են, ասենք տվյալ մարզի տարածքից, իսկ հակառակ կողմում տվյալ մարզի պատմական հուշարձանների քարտեզն է, որ նշված են բոլոր գյուղերը, ճանապարհները եւ շատ հարմար է այսպիսի մի ուղեցույցով շրջել, սա Լորվա մարզին նվիրված, սա էլ նույն սկզբունքով պատրաստված քարտեզ ուղեցույց նվիրված Տավուշի մարզին, նորից նույն սկզբունքով հակառակ կողմում Տավուշի մարզի ուրեմն ուղեցույց քարտեզ։ Ահա այս երկու հրատարակություններն էր, որ հասցրեցինք այս տարվա վերջին լույս ընծայել, հրատարակեցինք նաև մի ձեռնարկ, որ վերնագրել ենք ձեռնարկ հայրենատիրության այս գրքույկի մեջ, նորից նույն ծրագրի շրջանակներում հրատարակված, ամբողջացվել են այն մտահոգությունները, իմ մտահոգություններս այն մասին, որ հայրենաճանաչ հասարակություն ունենալու համար ինչ է հարկավոր անել, ինչ նորամուծություններ կամ փոփոխությունների պետք է ենթարկել մեր կրթական ոլորտը, մասնավորապես ըստ էության ես այստեղ արդեն հստակեցրել եմ այն նկատառումները կապված մեր դպրոցներում, հանրակրթական դպրոցներում հայրենաճանաչություն երեխեքի մեջ ավելի խորացնելու համար, արմատացնելու համար հարկավոր են ուրեմն արշավներ կազմակերպել դպրոցներում եւ դրա համար հարկավոր է, որ կրթության նախարարությունը ինքը տնօրինի այդ գործը, քննի նյութը եւ ուրեմն հանձնարարական կամ ուղղակի ծրագրային մի նոր կետ ավելացնի այն մասին, որ յուրաքանչյուր դպրոցի տնօրինություն մի քանի ուսուցիչների, հատկապես պատմության, աշխարհագրության, ռազմագիտության եւ ֆիզկուլտուրայի ուրեմն ուսուցիչների համատեղ ջանքերով երեխաներին առաջնորդեն արշավների, մեկօրյա կամ բազմօրյա արշավների դեպի մեր սրբազան եւ անզուգական հայրենիքի տարբեր մասերը, որի համար անհրաժեշտ է որոշ արշավային պարագաներ, որ դրանք մեծ ծախսերի հետ չեն կապված, լուծելի հարցեր են անշուշտ, յուրաքանչյուր դպրոցին մի քանի վրան, մի քանի, ասենք մի տասնյակ ուսապարկ եւ մի տասնյակ քնապարկ, որոշ էլի պարագաներ, կողմնացույց եւ այլն, եւ որից հետո ուրեմն սա կարելի է գլուխ բերել եւ մեր հայրենիքի կածաններով մեր երեխեքը պիտի քայլեն, կածաններ, որ սկսել են փակվել, հետարքիր մի փաստ է սա, վերջի տարիներին ես նկատում եմ, որ շատ կածաններ, որ իմ դպրոցական եղած տարիներիս բանուկ էին, այդ կածանները գրեթե նշմարելի չեն, փակվել են։ Ընդհանուր առմամբ իհարկե մի կողմից լավ է, որ ուրեմն մարդիկ բնության շատ վայրեր ուրեմն ոտք չեն դնում եւ երևի օրինակ կենդանիները ավելի հանգիստ կարող են ապրել, բայց սա նույն ժամանակ փաստում է, որ գնալով մենք մեր երկրից խորթանում ենք, մեր հայրենիքից խորթանում ենք, եթե մեր կածաններն են փակվում, սա ցույց է տալիս, որ հայ մարդը իր
օրրանի կածանները չտրորելով անճանաչ է մնում, փաստորեն միայն պարփակվում է նրա իմացությունը իր ծննդավայրով, մեծ մասով քաղաքաբնակ, եւ սա լավ բանի չի կարող բերել։ Ամենատարօրինակը եւ տխրեցնողը նա է, որ կածանները փակվում են մեր գյուղամերձ հնավայրերի կամ հանդամասերի տարածքում նաեւ, այսինքն ոչ թե միայն քաղաքացին դադարել է, այսինքն իր ճանաչողությունը իր ասֆալտն ու բետոնն է, դրանից ավելի հետաքրքրված չի, առանձին բացառությունների մասին չի խոսքը, ընդհանուր, այլև հողի մարդը, որը որ ծննդավայրի բերումով պիտի ավելի կապված լիներ, ավելի իր այդ շռայլ բնությունը ճանաչելու ցանկությունը պիտի ավելի իր մեջ ունենար, որտեղ ինքը արդեն բնության մեջ է, գյուղական բնակավայրի մեր քաղաքացիների մասին է խոսքը, որ իրենք արդեն այդ հողու ջրի ծնունդն են, նաև ուրեմն գյուղամերձ շատ վայրերում նկատում են, որ կածանները փակվել են կամ փակվում են։ Սա վատ ցուցանիշ է, շատ վատ։ Սոսկալի ցուցանիշ է սա։ Ազգ, որ սկսում է հետաքրքրություն չցուցաբերել սեփական հայրենիքը տեսնելու, ճանաչելու ուղղությամբ։ Սա շատ վատ։ Եվ սրա դեմը կարելի է առնել ուղղակի ընդառաջ գնալով, ինձ այդպես է թվում, թեկուզ հենց այս ձեռնարկ հայրենատիրության գրքույկի մեջ նշված մտահոգություններին ընթացք տալով։ Ուրեմն սա մեր երկրորդ հրատարակությունն էր, որ ուրեմն ուզեցի ներկայացնեմ, եւ վերջապես վերջինը, որ գիրքը անգլերեն է, այս գրքի հայերենը Գողթանգավառ վերնագրով, հեղինակն է լեզվաբան Հովհաննես Հախնազարյանը, ծնունդով Ագուլիսցի, մեր կազմակերպության հիմնադիր նախագահ Արմեն Հախնազարյանի հայրը։ Ծնունդով Ագուլիսցի մարդ է, որ դեռ 70 թվականին հրատարակել էր Գողթանգավառ վերնագրով, հայերենով, ուրեմն այս գրքի 98 թվականին ներողություն հրատարակել էր ուրեմն այս գիրքը, մենք որոշ լրացումներով, որոշ շտկումներով վերջապես գիրքը թարգմանեցինք անգլերեն եւ հիմա արդեն սեղանին է Գողթանգավառ աշխատության անգլերեն տարբերակը, որ նորից մանավանդ Նախիջևանի հայ բնակչության ճակատագրով հետաքրքրվող մարդկանց, մասնավորապես ավելի օտարներին կամ օտարախոս հայերին, կարող է այս գիրքը օգտակար լինել։ Ուրեմն սա հերթական եւ այսօրվա դրության վերջին աշխատությունն է, բայց ես ենթադրում եմ, որ տարվա կտրվածքով Գողթանգավառ գրքի անգլերեն տարբերակը չի լինի մեր վերջին գիրքը, մենք հիմա հրատարակության ընթացքում արդեն տպարան ենք հանձնել, ունենք եւս մի գիրք, այդ դրանով կեզրափակվի մեր տարվա հրատարակչական գործունեությունը, դա Ռաֆիկ Հորթոշյանի Հալեպի արձանագրությունները գիրքն է, որ կարծում եմ մինչև ամենաուշը 1 ամսից արդեն նույնպես առիթ կունենանք ներկայացնելու աշխատություն, որի մեջ շուրջ 5000, սա վիթխարի քանակություն է ճիշտն ասած, արձանագրություններ են ներկայացված, հավաքած այն բոլոր հնավայրերից եւ կամ թանգարանային իրերի վրայից, որ կան կամ որոշ իմաստով, որոշ վայրերի համար պիտի ասեմ, կային կապված վերջին 1-2 տարվա այս դեպքերի հետ, ուրեմն կային Հալեպի տարածքում, ուրեմն սկսած գերեզմանատների տապանագրերից, մանավանդ այն տապանագրերը, որտեղ տեղանուն է հիշված, այսինքն հայտնի է թե հանգուցյալը որ
ծնունդով որ տեղացի էր, որ շատ կարևոր է, եւ այս իմաստով ամբողջ պատմական Հայաստանի կարծես տեղանունների բառարան լինի, օրինակ Հալեպի հայկական գերեզմանոցը, որ Եղեռնից հետո ամեն մեկը մի տեղից մազապուրց փրկված, մի կերպ հրաշքով փրկված եւ ի վերջո Հալեպում վախճանված, այդ առաջի սերունդի տապանաքարերի վրա գրվել է հանգուցյալի որ տեղացի լինելը, որ շատ հետաքրքիր ու կարևոր է մեզ համար։ Նաեւ Հալեպի տարբեր եկեղեցիներում, նաեւ թանգարանում պահվող իրերի արձանագրությունները, որ թեմի Սրբազան եպիսկոպոսն էլ շատ օգտակար եղավ, ընդառաջեց Ռաֆիկ Քուրթոշյանին այդ աշխատանքը կատարելիս, արդից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Սրբազանին եւ նաեւ այլ շինությունների, ինչպես հոգետների արձանագրությունները։ Մի խոսքով հայերեն վիմագրությունը եւ իրերի, լինեն եկեղեցական կամ կենցաղային իրեր, բոլոր այդ իրերի վրա եղած արձանագրությունները ժողոված մեկ հատորի մեջ, շուրջ 5000 միավոր։ Սա կարծում եմ, որ աղբյուրագիտական իմաստով, սկզբնաղբյուրային նշանակությամբ բավական լուրջ եւ դրական մի նոր մեծ ներդրում կլինի հայագիտության հաջորդի պատմության մասնավորապես ուսումնասիրության ուղղությամբ ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների համար կարևոր աղբյուր կարող է ծառայել։ Ուրեմն սրանք էլ մեր արդեն հրատարակած եւ հրատարակության մեջ գտնվող աշխատությունների մասին 2013 թվականի տարեվերջի ուրեմն կտրվածքով սրանք էին, որ ուզեցի տեղեկացնել։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։